այս տարի հանդիպեցի մի հատ դրվագի Փարիզում, հենց Disneyland-ում, որ հիմնականում երաժշտություններից մեկը Սուսերով պարներ, որ գնում էր ֆոնային ուղղակի միշտ միացրած էր։ Հետաքրքիր օրինակ Արամ Խաչատրյանը հանդիպել է Հռոմի Պապին, նկարներն կա Հռոմի Պապը ոնց է Արամ Խաչատրյանի ընդունում ու որը խոսում է երաժշտությունից։ Այսինքն Հռոմի Պապին հայկական մշակույթը հասանելի դարձնող մարդկանցից մեկը Արամ Խաչատրյանն է, որը ոչ միայն իր անձն է ներկայացնում, այլ ներկայացնում է քո մի ամբողջ ազգի մշակույթը, ոնց մշակույթը հանեստակը։ Իհարկե, ասենք Արամ Խաչատրյանը գրած ասեն դա, չգիտեմ, հայկական չի, դա սովետական Էդ էլ է հետաքրքիր Դե որովհետև այդ շրջանը տենց է եղել հիմա Իրականում դա սովետական միություն է եղել, բայց սովետ միության ժամանակ ինչքան էլ ոնց որ փորձենք վատ բաները ասենք, մի քիչ էլ լավ բան եղել է էլի ամեն դեպքում։ Հա, բայց սովետի ժամանակ ինքը կարծել է հայկական անի։ Հա, հենց այդ։ Այսինքն Սուսերով պարը հո բան չի, կոմունիստ կտվորուհիների մասին պար չի, բան չի։ Իհարկե պատմություն է։ Հա, սովետական միություն գերտերություն թե իմպերիա ասենք, իր սեփական ուղիով, հա, քաղաքական եւ չգիտեմ, տենց ներքին, բայց ամեն դեպքում չի եկել ոչ մեկին չի ստիպել որ չանեն։ Կամ էլ կարողացել ինչ-որ ձևով շրջանցելով անեն, հա, չէ՞ ձեզնից եմ էլի լսել, որ երբեմն ինչ-որ բաներ խորհուրդ են տվել, այս մի մասը մի քիչ փոխեք ու ձև սարքեք կամ թող մի քիչ էլ Նույն Բաբաջանյանը ունի կոմիտասյան գործեր մշակած ներկայացական վերսիայով։ Բոլոր այդ մեծեր օրինակ Մարտիրոս Սարյանը բան ունի, սոցիալիստական ռեալիզմի շարք ունի նկարների։ Իսկ ոչ միայն այդ հայկական լեռներ բաներն են, այլ ասենք ուրախ կտվորիներ, տրակտորիստներ, որոնք վերադառնում են դաշտից կոլխոզ, բան, ասենց շարք ունի ոնց պարտադի։ Բոլոր գրողները Լենինի մասին բանաստեղծություններ ունեն։ Բոլորը հայտնի բոլոր գրողները պետք է Լենինի մասին մի բան գրեին։ Բայց դա չի նշանակում, որ ասենք Պարսեվական լրելի զանգատուն չի գրե կամ մյուս գրողները, չեմ Շիրազը կամ Ավետ Կիսական կամ մյուսներ։ Հա այդ Լենինի այդ կոպիտ ասած իրենց նալոգը տվել են պետությանը Լենինի մասին։ Բայց այն մյուսներն է ստեղծել են։